իրենց մասին խոսքը չի հաջողվի պաշտոնական միջոցառումների մակարդակի բարձրացնել, որովհետև ասում շատ անձնական պատմություններ են, ասենք մի պատմություն այնուամենայնիվ կպատմեմ, որտեղ դա եթերում է հնչել, երկու լուրջ մարդ, լուրջ վերլուծաբան, շանթում հաղորդում են իրար հետ վարում ու տեսնում եմ, չգիտեմ ինչ օր էր այդ օրը, Ոտանավորի օր էր, թե ես ինչ օր, ու Արմեն Դուրյանը Արամ Աբրահամյանին հարցնում ասում է, դու գիտես, ձեր մոտ աշխատում է Աննա Իսրայելյանը, Արամ ասում այո, ասում է դու գիտես, իր մայրիկը շատ լավ բաներ է սարքում, Արամ ասում այո, գիտեմ, ու Արմեն Դուրյանը ասմունքում ասում է, ես այդ կապակցությամբ բանաստեղծություն եմ գրել։ Առավոտը բացեցի, քողոտվածը կարդացի, կարծես համը ես գացի, մամայիդ խալադեցի։ Սենց բանը շանթի եթերում, երկու լուրջ մարդ նստած կապան, ման պատկերացրել իրենց հետ կապված բոլոր նման հիշողությունները բոլորը այդ մակարդակ չեն, եթե կարելի այսպես ասել, Արմենը ես հիմա նայում եմ Ազատության առաջին կազմից, ովքեր սկզբից աշխատում ենք, շատ-շատերը արդեն հեռացել են։ Ու երբ որ նայում եմ ես խոսքը, որ իր հետ կապակցությամբ ասում եք, հիմա ուզում եմ մի բան ասել, ինձ համար շատ կարևոր, որը իհարկե Արմենի առիթով է, բայց ոչ Արմենի մասին։ Մենք իրար մասին շատ քիչ ենք լավ բաներ ասում։ Բոլորս լավ խոսքերը մեծ մասամբ հնչում են, երբ որ այդ մարդը հնարավորություն չունի դրանք լսելու հետ մահում։ Եվ իսկ սովորական բաների մեջ մենք ավելի շատ կամ ինչ-որ ատելության խոսք է գնում, կամ երբ որ մեր ընկերոջն են նեղացնում, մենք իրար կողքին չենք կանգնում։ Ես չգիտեմ, ես լրիվ լավ բաները, որ ասվեց Արմենի մասին, և ընդհանուր եմ ուզում ասել։ Եթե մարդկանց իրանց կենդանության օրոք ես ամեն ինչ ասվի, գուցե մի քիչ ավելի երկար ապրեն, չգիտեմ ես ոնց ասեմ էլի, որովհետև ուզում եմ հիշել, թե որքան էր Արմենը, նաև ճիշտ է ինքը շատ ամուր էր, բայց համել են բանը, խող մարդկանցից, որոնց ստիպված էր լինում ինքը արգելա, փակել, ինչքան դառն էր դրան, դրա համար նա ասում եմ չի ստացվում մոտ բան, այս տեսակ խոսք ասել։